Երեկվա կրակոցներն ըստ մամուլի հրապարակումների հաջորդել են կենցաղային հարցերի շուրջ վեճին։ Սպանության ելքով միջադեպին ներգրավված է եղել շուրջ 4 տասնյակ մարդ։ Քանի կրակոց մոտավոր լսած Մի հատ 2 հատ հետո օչերները գնացին։ Օրը ցերեկով Երևանում տեղի ունեցած հաշվեհարդարի հետևանքով մեկ անձ մահացել է։ Մահացածը 45-ամյա Արսեն Վարդանյանն է։ Հիվանդանոց տեղափոխված 6 անձանցից մեկն այսօր դուրս է գրվել, մյուսների վիճակը միջին ծանրության է։ Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ սպանության փորձի, խուլիգանության եւ հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Ըստ քննչական կոմիտեի իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Աջափնյակում առաջին անգամը չէ, որ Մարտաֆիլմի սցենարով հաշվեհարդար է տեղի ունենում։ 2024-ի մարտի 15-ին միմյանց դեմ հրազեն, նռնակ եւ այլ զինատեսակներ էին կիրառել։ Անկանոն կրակահերթերի գնդակները վնասել են 3-րդ հարկում գտնվող բնակարանի ապակիները։ Այս դեպքից մի քանի ամիս անց հունիսի 11-ին կրկին Աջափնյակում հնչած կրակոցներից սպանվեց Սերգեյ Գրիգորյանը, որը քրեական շրջանակներում հայտնի էր Ֆազ մականունով։ Հիմա դուք նստած եք աշխարհի 7-րդ ամենաանվտանգ երկրում։ Մինչ Նիկոլ Փաշինյանը բրիտանական տելեգրաֆին տված հարցազրույցում հղում անելով ոչ վստահելի տվյալներ ներկայացնող Նումբեո կայքին պնդում էր, թե Հայաստանն աշխարհի անվտանգ երկրների շարքում 7-րդն է, Երևանում եւ մարզերում այսպիսի դեպքերը հաջորդում էին մեկը մյուսին։ Այսպես 2026 թվականի հունվարի 14-ին միջադեպ էր տեղի ունեցել Երևանի Աբովյան փողոցում, անչափահասների մասնակցությամբ փնչել էին կրակոցներ եւ գործադրվել էին կտրող ծակող գործիքներ։ 2025 թվականի հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզում 61-ամյա տղամարդը որսորդական հրացանով մի քանի ժամում 4 հոգու էր սպանել։ Արամուսի դաշտում նա կյանքից զրկել էր ամուսինների, իսկ Զովաշենի ճանապարհին էլ սպանել էր 46-ամյա մի տղամարդու եւ 44-ամյա կնոջ։ 2025 թվականի հոկտեմբերի 24-ին մեկ անձ վիրավորվել էր Փափազյան փողոցում հնչած կրակոցներից, հաջորդ օրը Դավթաշենում հնչած կրակոցներից մահացել էր 33-ամյա մի տղամարդ։ 2025 թվականի սեպտեմբերի 23-ի գիշերը կայծակնային արագությամբ տարածվեց Փարաքար համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանի սպանության լուրը։ Մերձավանում արձակված 18 կրակոցներից սպանվել էր նաև Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, վիրավորվել Գրիգորյանի ընկերներից Արծրուն Գալստյանը։ Նույն տարվա փետրվարին եւս Մերձավանում կրակոցներ էին հնչել գյուղի ղեկավար Մեհեր Ախտոյանի տան մոտ, սպանվել էր Ախտոյանի հորաքրոջ որդի Գրիգոր Օհանյանը։ Գործով 15 մեղադրյալների թվում է Վալոդիա Գրիգորյանի եղբայրը։ Հաջորդ օրը սեպտեմբերի 24-ին կրակոցների վայրը Երևանի թիվ 107 մանկապարտեզի վայրն էր։ Գնդակները դիպել էին մանկապարտեզի պատուհաններին ու հայտնվել ներսում։ 2025-ի հունիսի 2-ին կրակոցներ էին հնչել Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցում, 2 անձ մարմնական վնասվածքներ էին ստացել։ Պատիժների եւ բանտային համակարգերի միջազգային փորձագետ Արշակ Գասպարյանը Ֆակտոր TV-ի հետ զրույցում ասում է, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը պետք է աշխատի կանխարգելիչ գործողությունների տրամաբանությամբ։ Ռիսկային խմբում գտնվող մարդու անսովոր վարքը, իմպուլսիվությունը, ինչ որ տարբեր գործոններ կարողանանք համադրել, վերլուծել եւ հասկանանք վաղ նշանները հանցանքի, այլ ոչ թե միայն արձագանքենք արդեն եղած հանցանքի։ Այս դեպքերի ֆոնին հիշարժան են դառնում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոստումը պաշտոնը ստանձնելու օրը։ Հայաստանի Հանրապետության համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նոր նվաճումներ արձանագրել ներքին անվտանգության ոլորտում։ Նախարարի այս խոստման ֆոնին աճել են կրակոցներով ուղեկցվող միջադեպերի թիվը։ Ըստ վիճակագրական կոմիտեի 2025-ին հրազենով 152 հանցագործություն է կատարվել, 2024-ին այդ թիվը եղել է 109։ 2025-ին 2024 թվականի համեմատ դեպքերն աճել են շուրջ 40%-ով։ Փորձագետի խոսքով ներքին անվտանգությունը պետք է համակարգային գործողություններով եւ բոլոր գերատեսչությունների մասնակցությամբ կազմակերպվի։ Ըստ նրա միակ պատասխանատու ներքին գործերի նախարարը չէ։ Ինչն է փոխվել։ Մեզ ինչ են տեղեկացրել, մեզ ինչով են հաշվետու եղել ոստիկանությունը, որ ասեն, այ նախկինում ունեինք, չգիտեմ, այսքան ծառայող, այսքան ահազանգ, այսքան նվազ բռնությամբ ուղեկցվող հանցագործություններ, դե հիմա ունենք այսքան։
Գասպարյանը շեշտում է, հանցագործությունները կանխարգելելու լավագույն միջոցը համայնքային ոստիկանի, պարեկի, օպերատիվ հետախուզական աշխատակցի եւ բնակչի համագործակցությունն է։ Ըստ նրա, առայժմ ռեսուրսներն այլ տեղ են ուղղվում։ Նայենք, թե ինչ արագությամբ են հոգևորականների կամ քաղաքական ինչ-որ կոնտեքստ ունեցող մարդկանց Facebook-ները հսկում, չգիտեմ, հեռախոսազանգերը հսկում եւ այլն, ապա ենթադրվում է, որ ինչ-որ ռեսուրս ունենք, այսինքն ինչ-որ ռեսուրս, որոնք ավելի շատ տեխնոլոգիական լուծումներով փորձում են ինչ-որ մարդկանց բացահայտել։ Արդյոք իրավապահ համակարգը հետևություններ կանի աղմկահարույց դեպքերից եւ կանխարգելիչ միջոցառումներ կձեռնարկի, թե սպանություններից հետո միայն բացահայտման մասին հայտարարություններով հանդես կգա։ Ցույց կտա ժամանակը։